Բարի երեկո։ Այսօր շատ հետաքրքիր եւ շատ սկանդալային եթեր է լինելու, այսինքն իմ կարծիքով, եւ եթե սա լիներ որևէ այլ երկրում, այս եթերից հետո ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, ես չգիտեմ, այլ ինչ մարմին ունենք, անհապաղ տարբեր տեսակի քրեական վարույթներ, օպերատիվ ստորաբաժանումները աշխատանքներ պետք է սկսեին, ասել, որ ունեմ նման հույսեր, ոչ, բայց ես իմ պարտն եմ համարում բարձրաձայնել եւ երբ որ ես խոսում եմ, որ իրավապահ համակարգը չի գործում մեր երկրում, ես հիմա էպիզոդ առ էպիզոդ դա ապացուցելու եմ, որտեղ ես բլոգեր չեմ, ես չեմ անում ուղղակի հայտարարություններ, եթերներ, լայքահավաք, ես անում եմ այն, ինչ որ անհրաժեշտ է եւ բարձրաձայնում եմ այն, ինչ որ վտանգում է մեր պետությունը եւ պետականությունը։ Այսօր խոսելու ենք արդեն հանրահայտ Արմեն Մելիքյանի, նրա որդու Արտուր Վեյսմանի եւ պղնձի մոլիբդենի գործարանի մասին։ Դուք գիտեք, որ պղնձի մոլիբդենի կոմբինատը դա այն կառույցն է, որ ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, ես չեմ կարող ասել հեծից ավելի շատ թե չէ, բայց կարծում եմ, որ ռազմավարական նշանակություն ունեցող ցանկացած օբյեկտ պետք է լինի պետության սեփականությունը։ Այնինչ այսօր մենք տեսնում ենք պղնձի մոլիբդենի գործարանում ինչ որ Սվետլանա Երշովա, Միրզա Ազիզ Մուսախանով եւ այլն եւ այլն։ Ես այս անձանավորություններին չեմ ճանաչում, բայց այն որ պղնձի մոլիբդենի կոմբինատի շուրջ միշտ եղել են սկանդալային բացահայտումներ, թվեր Վայ Հակոբյան, այն որ փախավ Փումփուլիկով խոսացողի ամուսինը Էլիզաբետ Պետրոսյանի, Նարեկ Ամբարյան, որ այսօր հակակոռուպցիոն դատարանում է դատական գործը, Պոլոսկով, այն որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կորել է, եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսօրվա եթերը իմ համար երևի թե ամենակարևոր եթերներից է, որտեվ սա ազգային անվտանգությանը վտանգ սպառնող գործարքների մասին է, որ չգիտես ինչու ազգային անվտանգության ծառայությունը կամ տեղյակ չի այս սուբյեկտներից, կամ այս սուբյեկտները ունեն որոշակի առաքելություն Հայաստանում եւ պաշտպանված են օրենքով, գտնվում են որպես հատուկ պահպանվող սուբյեկտներ են, միգուցեև գտնում են ազգային անվտանգության հովանու ներքո։ Ես չգիտեմ, որտեվ այլ բան ասել հնարավոր չի, երբ որ մի ամբողջ համակարգ ստանում է աշխատավարձ, այսինքն մսխում է հարկատուում մեր միջոցները ու բացառապես չի աշխատում։ Անցյալ եթերին են, որ Շվեյցարիա ենք զանգում, ընկանք Հայաստան, Լենինական էր, թե Գյումրի, չգիտեմ որտեղ, դա դուք տեսաք, բայց հիմա ավելի նողկալի բացահայտումներ եմ ես անելու, որ մենք լինելով մի փոքր երկիր եւ մեր համար ռազմավարական նշանակություն ունեցող կոմբինատները, օբյեկտները շատ կարեւոր են, հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը, մեր պատմությունը, պարզվում է, որ բացառապես դրանք որևէ մեկին մասնավորապես իրավապահ համակարգին չեն հետաքրքրում։ Մեր կազմակերպությամբ արել ենք որոշակի հետաքննություն, որը ես ուզում եմ ներկայացնեմ եւ վերջում հարցեր եմ հնչեցնելու այն քննիչներին, քննչուհիներին, դատախազներին, դատախազուհիներին, որոնք բացառիկ, սա անգործություն չի, հասկանում եք, սա հանցավոր անգործություն է, սա հանցակցել է նշանակում։ Հիմա նայեք ինչի մասին ենք մենք իրար հետ խոսալու։ Եթե դուք հիշում եք, օրեր առաջ մենք մեր ամբողջ հետաքննությունը սկսեց նրանից, որ օրեր առաջ մենք մշտադիտարկում կատարելով հակակոռուպցիոն դատարանում մենք ծանոթացել ենք ոմեն Արմեն Մելիքյանի գործունեությանը եւ հետագայում ծանոթացել էինք, որ Արմեն Մելիքյանը, որը 15 թվականից քրեական վարույթ կա նախաձեռնված, եւ այս ինչ որ հիմա կատարվում է եւ պղնձի մոլիբդենի գործարանի շուրջ, եւ ընդհանրապես այս կասկածելի սուբյեկտների հայտնվելը Վայսմաններ, չգիտեմ Գերման Վայսման, Ալբերտ Վայսման, Արտուր Վայսման, Ժելենա Լիտվակ, Վարշավսկի եւ այլն, այս բոլորը հայտնվելը Հայաստանում, դա բոլորը կապված է նրա հետ, որ այս մարդը գտնվելով ազատության մեջ, իսկ ազատության մեջ է գտնվել, որտեվ 15 թվականից 11 տարի նախաքննական մարմինը քնած է եղել։ Այն ինչ որ այսօր ես կարողացել եմ եւ մենք կարողացել ենք
բացահայտել, դա պետքա բացահայտվեր նախաքննական մարմնի կողմից, ավելին ազգային անվտանգության ծառայությունը պետքա թաթը դներ հասկանալ, թե ովքեր են վխտում Հայաստանում, ինչ լիտվակներ են, ինչ վայսմաններ են, չէ, ինչ, չգիտեմ, Մարիա Դանիլովա էր, թե հեսա ես կգտնեմ, կասեմ մնացած ազգանունները, ես փաստաթղթեր դրել եմ, որտեվ շատ է։ Ինչից մենք մեր ուշադրության կենտրոնում եղավ հիմա այնտեղ կտեսնեք այդ NordMed կազմակերպությունը, որը անհասկանալի կազմակերպություն է, օֆշորներում, Թուրքիայում եւ այլնում գրանցված։ Դուք հիշում եք, որ հայր եւ որդի Մելիքյանները այն բանակից փախած տղան, Արմեն Մելիքյանի տղան եւ Արմեն Մելիքյանը անընդհատ ինչ որ sense մարդկանց հետ գործարքների մեջ է մտնում եւ երկուսն էլ իդեպ ունեն խափանման միջոց եւ մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ որ խափանման միջոցի փոփոխության նպատակով փաստաթղթերը տարվում ոչ թե ժեք, այլ դատարան։ Մենք այդ փաստաթղթերը հիմա հետին պլանին կարող ենք ձեզ ցուցադրել, այդ են հրավերքներն է, որ գալիս է NordMed SA կազմակերպությունից եւ այդ փաստաթղթերից, որը ակնհայտորեն դուք կարող եք տեսնել, պարզվում է, որ սեպտեմբերի 12-ին 2024 թվականի պետքա մասնակցեին NordMed-ը հրավիրել էր հայր եւ որդի մեծագույն մասնագետներին, որպիսի մասնակցեն Ստամբուլի կոնֆերանսին։ Հիմա ազգային անվտանգության ծառայություն եւ սիրելի հանրություն, մի հատ լսեք, թե իրականում ինչ է կատարվել, ինչ կապ ունի Թուրքիան Հայաստանի հետ, ինչ կապ ունի պղնձի մոլիբդենի գործարանի հետ, ինչ կապ ունեն սրանք եւ այս ինչ փաստաթղթեր ա եղել NordMed-ից, այս է NordMed-ն էր, որ շվեյցարական համար կար, մենք զանգահարեցինք։ Հետևի պլանում դուք տեսնում եք այդ NordMed այդ կազմակերպությունը, ընդ որում այդ NordMed կազմակերպությունը ինքը շատ հետաքրքիր կառուցվածք ունի, սա գիտեք ինչ կարող է շատերին չհետաքրքրի, բայց ում որ պետք է իրավապահ համակարգին պետք է լսեն, սենց են երկրի անվտանգությունը կորցնում, սենց են ռազմավարական արդյունաբերություն թողնում, որ ամեն մի ռուսերեն լավ են ասել, պրախադիմից, հայերեն չկա այդ բառը, գա մտնի, մարդիկ, որ տարբեր երկրներում մեկը հետախուզման մեջ է եղել, մեկը դատվել է, մեկը ստեղ սնանկության գործընթացում է, մեկ էլ չգիտես ինչի, ճանճերի չէ, մեղուների պես հավաքվում են պղնձի մոլիբդենի գործարանի, կոմբինատի մեղրի վրա։ Ինչա այստեղ տեղի ունեցել։ Այստեղ ցույց տվեցինք այդ NordMed կազմակերպությունը, որի մայր կազմակերպությունը դա AS NordMed-ն է, որը գրանցված է Էստոնիայում։ Սա այն որ ասում են հոլդինգային կազմակերպությունն է, այսինքն ինքը մայր կազմակերպությունն է։ Ովքեր են այս կազմակերպության ղեկավարները, այս անունները լավ լսեք, որ հետո հասկանաք մոլիբդենային գործարքները ոնց հակատում, ռազմավարական նշանակություն, ստրատեգիական նշանակություն ունեցող ունենք, չունենք, մի մոլիբդեն է մնացել, ոչ նայրիտ ունենք, ոչ հայ-էլեկտրո ունենք, ոչ Սիրիուս ունենք, ոչ իման չունենք, մի հատ մոլիբդեն է մնացել ռազմավարական նշանակության, այնտեղ հայտնվում էին այդ ինչ էր Միրզա Խանովեր, թե Միրզա Ազիզ Մուսախանով եւ Սվետլանա, չգիտեմ ինչը, շատ տարօրինակ է։ Հիմա նայեք այդ NordMed AS կազմակերպությունը, սխեման կտեսնեք, Էստոնիայում գրանցված, ովքեր են այդ կազմակերպության գլխին կանգնած։ Արտուր Վեյսման, Էդուարդ Գորշենին, Մարիա Դանիլովա եւ Մաքսիմ Գրիգորև։ Դուք կարող եք ինքներդ այս ազգանունները դնեք եւ հասկանաք, թե այս մարդիկ ովքեր են։ Եվ սրա հետ ովքեր կապ ունեն, սրա հետ կապ ունեն նաև Գերման Վայսմանը, Ալբերտ Վեյսմանը եւ այս ամբողջը այս NordMed AS-ն է։ NordMed AS-ը, հիմա նայեք ոնց են գալիս Հայաստան։ NordMed AS-ը հանդիսանում է NordMed SI, որը Շվեյցարիայում է գրանցված, այս այն թղթիկներն էր, որ բերել են դատարան, որ Շվեյցարիայից իրանց կանչում են, բայց հայկական շվեյցարական հեռախոսամարն ասում էր բաժանորդը Վեյսմանը, Գորշենինը, Արմեն Մելիքյանը, բոլորը անհասանելի են այս պահին, այսինքն դուք պատկերացնում եք, սա ինչ խայտառակություն է, որը նախաքննական մարմինը 11 տարի պարզ չի ինչով է զբաղվել, իրականում եմ ասում։
Nordmed SA Շվեյցարիայում գրանցված հիմա տեսնում եք NM Nord Investiringer AB գրանցված Շվեդիայում, Lantana Metal Ticaret գրանցված Թուրքիայում, Amea Metal Ltd գրանցված Մեծ Բրիտանիայում եւ Hexagon գրանցված Հայաստանում։ Hexagon Արմեն Մելիքյանի տղայի կազմակերպությունը։ Հասկանում եք, սա ինչա այստեղ կատարվել։ Այս թուղթը դնենք մի կողմ, որ հանգարց չխառնենք իրար։ Hexagon Արմեն Մելիքյանի բանակից փախած տղան դառնում է Hexagon-ի մեծագույն շահառուներից մեկը։ Եվ այնտեղ շահառու է նաև Ժելենա Լիտվակը։ Ման եկեք տեսեք, Ժելենա Լիտվակն ով է, պարոն Սիմոնյան։ Խնդրում եմ ձեր ծառայություններին Մատ ասեք մանգան տեսնեն Ժելենա Լիտվակնովա, ինչ կապ ունի այդ կազմակերպության հետ։ Իդեպ, այդ կազմակերպությունը, երբ որ մենք գրում ենք, ընդհանրապես երբ որ ման են գալիս NM Nord Investiringer AB եւ Էստոնսկի Նորմեդ, թույլ տվեք ռուսերենով կարդամ, Պուտինամետ չեմ, ես հայամետ եմ, մոլիբդենամետ եմ, կարդամ մի հատ լսեք ով է Վարշավսկին։ Հոդվածը կոչվում է «Мультипоход Варшавского». Недавно ГОК подал из Кипрской ТБАУ Enterprise Limited с требованием выплатить 210 миллионов рублей. Подробностей пока нет. Однако известно, что в числе лиц, на кого временно управляющий активами предприятие потребовало наложить субсидиарную ответственность по обязательствам ГОК, фигурирует шведская компания NM Nord Investiringer AB и эстонская Нормед, а также 6 физических лиц, включая граждан Эстонии, Монако и экс-депутата Госдумы Վադիմը Վարշավսկого, ով որ կալանավորված է եւ ով որ պատիժ ա կրել։ Հիմա այս ամբողջ մարդկանց նորից եմ ասում Nordmed եւ կարեւորագույն Nordmed-ի այդ պապա կազմակերպությունը NM Nord Investiringer AB։ Հիմա այս կազմակերպություններն ա որ ասում են առանց Արմեն Մելիքյանի մենք չկանք, ինքը պետք է գա Ստամբուլում ելույթ ունենա, այն Ստամբուլում, որտեղ մենք հիմա նորից ցույց կտանք, գրանցված է Lantana Metal Ticaret AS-ը Թուրքիայում, որը հիմնվել է 2022 թվականին։ Հիմա հասկանանք Արմեն Մելիքյան, Միքայել Մելիքյան, Ժելենա Լիտվակ, Գարշենին, Վայսմաններ, Վարշավսկի, այսինքն անտեր է մեր պետությունը, ով չի ալարում Շվեդիայից, Շվեյցարիայից, Վիլիկաբրիտանիայից, օֆշորից, Կիպրոսից, շերեփն առնում գալիս է, որ մտնի մեր այսօր էլի եմ ասում կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող մոլիբդենի արտադրության մեջ, հա, եւ Hexagon, որը ստեղծել է այդ Արմեն Մելիքյանի, ոչ թե ստեղծել է, այլ հիմա ինքն է այնտեղ Արմեն Մելիքյանի տղան, Hexagon-ն էլ իր հերթին հիմա դառնում է Ալապմեդի շահառուներից, Ալապմեդի տնօրենն էլ պապան է Արմեն Մելիքյանը։ Հարգելի քնչական մարմիններ, չեք կարողանում, ասեք օգնենք։ Հիմա ո՞նց եք դուք պատկերացնում մի խումբ դրսի ավանտյուրիստներ, որոնց մասին մի հատ որ դուք խփում եք, գրում եք ազգանուն, միլիոնավոր հոդվածներ ա բերում Nordmed-ով, Nordvet Investiringարով, թե ովքեր են խառախուռա ժողովուրդ ու Hexagon ու Ալապմեդ, Արմեն Մելիքյանը Ալապմեդ եւ իր տղան Hexagon չիկը։ Ոնց եք դուք սա պատկերացնում։ Եվ մենք սրանց դոստուպ ենք տվել ռազմավարական նշանակության արտադրանքին։ Ինչ անում Ալապմետը մոլիբդենի գործարանից վերցնում է մոլիբդենը, հարստացնում է։ Մենք հիմա անդրադառնալու ենք այս ամբողջ խառը թեմային, թե ոնց կարելի է Հայաստանի տնտեսությունը քանդել կամ
Արմեն Մելիքյանի հեքսագոնի այն բանակից թռածի միջոցով գալ եւ վերահսկողություն սահմանել։ Թե հիմա Ալապմետի դերն ինչու՞մ է այստեղ եւ հեքսագոնի։ Ես հեսա ձեզ կբացատրեմ։ Եվ հիմա դուք խնդրում եմ տարեթվերին ուշադրություն դարձրեք։ Երբ են էսի կազմակերպությունների ակտիվները տեղափոխվում Հայաստան։ Երբ 2022 թվականին, երբ սկսվում է ռուս-ուկրաինական պատերազմը, այս խառախուռա կազմակերպությունները, այս Նորդմետ AM, Նորդմետ AC, BC, վիտամին C բոլորը ունեցել են ռուսական կապիտալ։ Ռուսական կապիտալը, ակտիվները վաճառվում են, դրանից հետո սկսվում է ինտերվենցիան Հայաստան եւ Թուրքիա։ Հիմա դա ձեզ ազգային անվտանգության ծառայություն ոչինչ չի ասում, եթե դուք գիտեք եւ տեղյակ եք, հայտարարություն տարածեք, որ այս կամպանիան անում է պետությունը հաջող գործունեություն է ծավալել ստեղ եւ այս մարդիկ անձեռնմխելի են անկախ նրանից, որ չունեն դեպուտատի մանդատներ։ Ինչ է կատարվում։ Նորից եմ ասում, ամբողջ գործունեությունը Նորդ, Մեդ եւ այլն սկսվում է 22 թվից հետո։ Այսինքն իրանք փակում են Ռուսաստանի էջը, այնտեղ որովհետեւ այդ Վարշավսկի եւ այլն դատվել են։ Հիմա այդ նույն Օստապ Բենդերները Մոսկվա Վասյուկի ծրագրով գալիս են Հայաստան։ Հո մենք անտեր չենք, մենք ի վերջո պետություն ենք։ Պետություն։ Սա էլ թե ինչի է այդ կազմակերպությունները եղել։ Եվ հիմա եթե մենք հասկանանք, թե ինչի են գալիս Հայաստան, օրինակ ինձ հետաքրքիր է։ Իրանք եկել են Հայաստան, Արմեն Մելիքյանի Ալապմետ, Արմեն Մելիքյանի բանակազուրկ տղայի հեքսագոնով։ Հիմա պետք է հասկանալ, արդյոք Ալապմետը ունի վերջնական պրոդուկտ, որը վաճառում է։ Ըստ մեր տեղեկությունների չունի, կարող է ԱԱԾ-ն ավելի շատ տեղեկություններ ունի։ Ինչ կապ ունի Ալապմետը Թուրքիայում գոյություն ունեցող եւ հիմնադրված Լանտանա Մետալ Տիկարետի հետ, որը եւս 22 թվականի հոկտեմբերին է, եւ որը պատկանում է, այստեղ կնայեք, այս Նորդմետին, այս Լանտանա Մետալ Տիկար, ինչ կա չկա, Նորդմետ AS-ին է պատկանում։ Կարող է վաղը զարթնենք առավոտը տենանք մեր պետությունն էլ է Նորդմետ AS-ին պատկանում։ Հիմա պետքա պարզել, ինչ կապ ունեն հեքսագոնը, Արմեն Մելիքյանի տղայի կազմակերպությունը եւ Արմենի տնօրինած կազմակերպություն Ալապմետը Թուրքիայում գրանցված այդ կազմակերպության հետ, Շվեդիայում գրանցված կազմակերպության հետ, Շվեյցարիայում գրանցված կազմակերպության հետ, Մեծ Բրիտանիայում գրանցված կազմակերպության հետ եւ Կիպրոսում գրանցված այլ կազմակերպությունների հետ։ Արդյոք սա ազգային անվտանգության խնդիր չի։ Եվ իրականում պետք է հասկանալ, թե Լանտանան ինչ դեր է խաղում Հայաստանի համար, Թուրքիայում գրանցված Լանտանա մետալը։ Կան արդյոք գործարքներ Ալապմետի, հեքսագոնի եւ այդ թուրքական կազմակերպության հետ։ Այս հարցերի պատասխանը պետք է տա նախաքննական մարմինը։ Եվ եթե չտա, մենք հետամուտ ենք լինելու ամեն օր ռեժիմով, բայց բարձրաձայնելու ենք ժամանակ առ ժամանակ։ Եվ մի բան էլ ասեմ շատ հետաքրքիր։ Երբ որ մենք նայում ենք այդ հեքսագոն է, բանակից փախած տղայի կազմակերպությունը, հեքսագոնում հանդիպում ենք մեկ այլ անձնավորության, Գարի Պողոսյան։ Հիմա հետաքրքիր է։ Հլիմա նայեք ոնց են սենց խճճը, ով է Գարի Պողոսյանը։ Գարի Պողոսյանը եղել է Ալապմետի տնօրեն, եղել է հեքսագոն ЗАО, Закрытое акционерное общество, Международный металлургический концерн։ Այդ Արմեն Մելիքյանի տղան, որ սկի բանակ չի կարողանում գնա, որ առանց վարորդական իրավունքի մեքենա է քշում, իրա պապան, որ կերծ փաստաթղթեր է ներկայացնում նախաքննական մարմիններին, մարդկանց տիպում է կերծ ցուցմունքներ տան, որը սնանկ է։ Այս ոնց է սենց ստացվում։ Կոնցերններ են ղեկավարում, այսինքն Գարի Պողոսյանը
որը չգիտես ինչի կոնցեռնից հեռանում է եւ ամբողջ դառնում է նրա շահառուն Արմեն Մելիքյանի որդին եւ Ժելենա Լիտվակը։ Ով է Ժելենա Լիտվակը։ Ժելենա Լիտվակը այդ Նորդմեդ NM Nord Investiringar AB-ի շվեդական կամպանիայի Վայսմանի եւ Գորշենինի հետ հանդիսանում է այդ իրանց այսպես ասած բորդի անդամ եւ հիմա Ժելենա Լիտվակը Հայաստանում հեքսագոնի շարուա այսպես խճճել են, այն որ ուզում են մարդուն խափեն, խճճում են։ Ինչն է սրա նպատակը։ Նախաքննական մարմիններ տիկին դատախազ անկախ ամեն ինչից դուք Հայաստանի Հանրապետությունում զբաղեցնում եք ամենաբարձր պաշտոններից մեկը։ Հիմա ինձ հետաքրքիր է։ Ինչ եք դուք պատկերացնում։ Ես ձեզ փաստաթղթերով ցույց եմ տալիս։ Հիմա հետևի նորից կդնենք հեքսագոնը եւ ալապմետը, որտեղ դուք կտեսնեք հեքսագոնի կապը ալապմետի հետ։ Մի հատ էլ կդնեմ սխեման, որ դուք տեսնեք հեքսագոնի կապը Nordmed SA, Nordmed AS, թուրքական, այն մնացած բոլոր կամպանիաների հետ։ Սա ձեզ չի հետաքրքրում։ Բա ինչն է ձեզ հետաքրքրում։ Եթե մենակ պետք է ընտրությունները լինի, առյուծը, ընտրականը, պսևդո ընդդիմությունը, սրատունը խոզարկությունները, այս կարևոր հարցը իրավապաշտպանի բարձրացնելու հարց չի։ Սա ազգային անվտանգության վտանգ է։ Դուք հիմա ուզում եք էլի ինձ որպես սենց վազող թիրախ գցեք, դուք բոլորդ նստեք ձեր պատմանների հետևը, ստանաք բարձր աշխատավարձ ու պրեմիաներ, ես աշխատեմ պետության համար։ Էլի իմ պետությունն է, բայց արդյոք քննիչների մի մասը կույր են, մի մասը խուլ են, մի մասը ընկալման շեմ չունեն։ Էս ինչ է կատարվում։ Հիմա այստեղ որովհետև այլ հարցեր է մեզ մոտ առաջանում։ Ինչու է Արմեն Մելիքյան առայսօր ազատության մեջ։ Ազատության մեջ լինելով մարդը նորից 100 հատ վրան քրեական վարույթ կա նախաձեռնված։ Ինչ որ փաստաթղթեր է բերում, նստում են իրանց նորդմետ, շմորտմետով, թղթեր են գրում, որ առանց իրանց հնարավոր չի Թուրքիայում կոնֆերանսներ անցկացնելը, այս փաստաթղթերի իսկությունը, որը էլի եմ ասում ժեք չէ, դատարանա տարվել փաստաբանի կողմից, ով է ստուգել այդ փաստաթղթերը, ինչ կապ ունեն այս նորդերը, Շվեյցիա, Շվեյցարիա, Անգլիա, Կիպրոս, պղնձի, մոլիբդենի կոմբինատի հետ, մեծ ավել եւ բոլորին քշել երկրից, մենք ունենք ստրատեգիական արտադրանք, հումք, որը չենք կարող նվեր տալ, շաբաշ տալ, ինձ կարող եք բացատրել ինքը հեծից, ինչով է պակաս արդյունավետ, տվեցիք հերեցը պետականացվեց, շատ լավ է, հոսանքների իմ համար կոնկրետ ես կարող եմ ասել, չքաղաքականացնեք, մուծման թվերը 3-4 անգամ իջել է, պղնձի մոլիբդենի գործարանն էլ պետականացրեք, թե թողել եք, որ այս ավանտյուրիստների շայկաները գնան, ես հիմա մի քանի հարցեր ունեմ, թե այս խճճված սխեմայով, ինչով ստեղծված ընկերությունները ինչով են զբաղվում, փողերի լվացմամբ, թե իրենք ուզում են Հայաստանի Հանրապետությունում ինչ որ արտոնյալ մոնոպոլ ձիրք եւ դիրք ունենան մոլիբդենի վերամշակման գործում։ Սա ես հարցեր ունեմ, ել եմ ասում մոլիբդենը ռազմավարական նշանակության արտադրանք է։ Մենք չենք կարա սա, սենց են կարել, ասենք հա դե լավ բան, հա դե լավ, սրա տեղը մի հատ սենց երկող պարող եթերը լներ, կլներ լայքահավաք ու ժողովուրդը ծափ կտար, սենց են պետություն կորցնում, երբ որ սահմաններդ բացում ես, ինչքան խառախուռա պուբլիկա կա ամբողջ աշխարհում հետախուզման մեջ, այն Վայսմանի մասին 100 հատ հոդված կա գրում են էստոնական կոնտրազվեդկա աշխատողը, այս Լիտվակը вообще պարզ չի Վայսմանի ինչն է, Ալբերտ Վայսմանը, այս Արտուր Վայսմանի հետ ինչ կապ ունի, Էդուարդ Գորշենինը, տենմեք ինչ կապ ունի, Վարշավսկին, որ դատվել է և բանտից ուղիղ գնացել է Nordmed NM Investiring էր, թե ինչ Zibiling էր,
Բայց այս չի հետաքրքրում ոչ մեկին, ինչ շատ է հետաքրքրում, եւ ես որոշակի հարցեր ունեմ, որ քանի որ նախաքննական մարմինները ընդհանրապես չեն զբաղվում նման բաներով, կամ ունեն իրենք որոշակի պայմանավորվածություն, կամ ունեն որոշակի նյութական շահագրգռվածություն, կամ ես չգիտեմ, ԱԱԾ-ն ունի իր առաքելությունները, մենք հակահետախուզություն էլ ունենք, կոնտրազվեդկա, իրանք պետք է զբաղվեն։ Ինձ կարող են զանգել, ասել, գիտեք ինչ, սա մեր ձեռքի տակ է կատարվում, Արմեն Մելիքյանը չպետք է դատ, Վիրատամտի բանակ չգնա, Հեքսագոնը պիտի լինի, Ալապմետը պիտի լինի, Վարշավսկին, Լիտվակը, Գարշենինը, Վայսմանը պիտի Հայաստանը սենց թալանեն ու տանեն Թուրքիա։ Թող ասեն, ես ձեն չեմ անի։ Ես երևի ստեղ անձնական շահագրգռվածություն ունեմ, հա, որ խոսամ կարող է Վայսմանը իր գլխարկը ինձ նվեր տա։ Հիմա ինձ շատ հետաքրքիր է, թե ինչի նախաքննական մարմին է, այս հարցերը, ես հիմա գրել եմ, որ բարձրաձայն եմ այդ հարցերը, եւ այս հարցերը ուղղվելու է բոլորիդ։ Անկախ նրանից, որ դուք ունեք լիքը Նորայր Պողոսյաններ, Մանե Սաֆարյաններ, Փանոսյաններ, որ սկի չեն է կարդում։ Մարինա Պողոսյանը որ տենում են, գրում են մերժման ենթակա մերժման, դուք եք մերժման ենթակա եւ ժողովուրդը ձեզ մերժելու է։ Որովհետեւ պետության ռազմավարական նշանակություն ունեցող, ստրատեգիական նշանակություն ունեցող կոմբինատի նկատմամբ ձեր մոտ այսենց վերաբերմունք է։ Տենց այն գիտեք ինֆեկցիաներ են լինում։ Սենց չբուժվող, երկարուձիգ տևող, այդ ինֆեկցիաների պես ընդ է Արմեն Մելիքյանի դատնագնում 11 տարի գործ են քննում, այդ են գործներ, որ հաստոց չէին գտնում, գտանք, կնոջ դաչան չէին գտնում, գտանք, գտանք ու գտանք։ Հիմա ես հարցերը ընթերցելու եմ եւ Տիկին դատախազ քեզ էլ եմ ուղարկելու, պարոն Սիմոնյան քեզ էլ եմ ուղարկելու, հակակոռուպցիոն Ձեզ էլ եմ քեզ էլ եմ ուղարկելու, Արտուր Պողոսյան քեզ էլ եմ ուղարկելու։ Եվ վերջում երևի OCCRP պետք է ուղարկել, որովհետև սրանց մի մասը պարզ չի, մեկը հետախուզման մեջ է, մեկը բանտից նորա դուրս եկել, մեկը լրտեսա մյուսը, շպիոնա մյուսը, ստից սնանկա ճանաչվել, անհասկանալի պուբլիկա է։ Դյուժելի մենք եկանք հասանք այդ վիճակին, որ մեր երկրում Օստապ Բենդերները պետքա կանգնեն ու տոմս ծախեն պրավալի, հա, ամոթ հա, մենք պետություն ենք, հա, мне за державу обидно, որտեվ իմ պասպորտի մեջ գրած է Հայաստանի Հանրապետություն, ու ես հպարտ եմ, որ ես հայ եմ ու Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, բա դուք ինչ եք, ինչ եք աշխատավարձ ստանում, Տիկին Վարդապետյան, ինչ եք աշխատավարձ ստանում, հետաքրքիր է, ինչ եք անում, ես պետք է բացահայտեմ, Բայց ձեր վերահսկողությունը ձեր նախաքննական, քննչական կոմիտեի ու հակակոռուպցիոն կոմիտեի համար ինչ կա, որ թե հակակոռուպցիոն կոմիտեն են անեկդոտի պես է, երբ որ իրավաբանի տղան, փաստաբանի տղան ավարտում է ինստիտուտը գալիս, ասում ես խնդրի լուծումը գտել եմ, պապա ջան, ասում է ինչ ուզում ես մենք սնանք անանք, այսինքն եթե կոռուպցիա չլինի, հակակոռուպցիոն կոմիտեն կփակվի, Իրանք կմնան անգործ։ Հիմա հակակոռուպցիոն կոմիտեն, որ սկսի ռեալ պայքար կոռուպցիայի դեմ, ոչ թե մեզ թղթոններ, թռուցիկներ ուղարկի։ Մտածում եմ, որ կարող է երկրի կոռուպցիան վերանա, իրանք որպես կառույց փակվեն ու տենց մնան դուրսը, հա։ Էս ինչ է կատարվում։ Հիմա այս հարցերը հնչեցնում եմ, թուղթ ու գրիչ վերցրեք, դատախազության աշխատողներ, նախաքննական մարմնի աշխատողներ եւ գրեք, որտեղ որ չանեք Անընդմեջ հիշացնելու ենք, մենք երկիր չունենք ձեր պատճառով կորցնելու, այլևս, ինչ կորցրել ենք բավա։ Հիմա ինձ հետաքրքիր է, թե այս խճաճված սխեմաների մասին ենք խոսում, ինչ է ընտրվել հենց այսպիսի կորպորատիվ կառուցվածք, քննիչ, քեզ եմ հարցնում, գրիչը քո ձեռքն է, երկրորդը, ով է այս ամբողջ շղթա ես նորմետ, AS նորմետ, SI, չգիտեմ, այս բոլոր հեքսագոն, ալապմետ, այս բոլոր կազմակերպությունների վերջնական շահառուն ով է, եթե մի բան արվում է, այն էլ սենց միջդունարոդնի կոնցերն ԶԱՕ, Գարի Պողոսյան, չգիտեմ, ընդ Վեյսման, Լիտվակ եւ այլն սարում է նպատակ ունի, Լիտվակի աչքերը սառել էր, որ ստեղ դառնար շահառու, հետաքրքիր է։ Ինչի շահառուն է Լիտվակը, Լիտվակի շահառունով է,
Լիտվակի Պապանովա։ Հիմա կա գործող ընկերություններ, Ալապմետ ու Հեքսագոն։ Այս գործող ընկերությունների պարագայում ինչու է այս արկայության պարագայում նոր իրավաբանական անձանց ստեղծումը։ Նրա համար որ խառնեն, դիվիդենդները գնան օֆշոր, հա։ Ազգային անվտանգության ծառայություն, ես չեմ կարող ձեր գործը անեմ։ Սա ձեր անմիջական գործն է։ Դեն հակակոռուպցիոն կոմիտեն չխոսանք, կարակ փագեք։ Մեզ հետաքրքրում է ինչ ակտիվներ, արտադրական հզորություններ, տեխնոլոգիական սարքավորումներ, պայմանագրեր կամ այլ ռեսուրսներ են փոխանցվել կամ փոխանցվում այս ընկերությունների միջև։ Մենք չունենք այդ տեղեկատվությունը։ Ես չունեմ օպերբլոկ։ Դուք պիտի այս եթերը ավարտվեց, վաղվան չսպասեք։ Մի անգամից գնաք Արմեն Մելիքյանին իր տղային վերցնեք, Գարի Պողոսյանը Լիտվակա, Ժիտվակա, Վարշավսկիա, Գեյսմնա, Գուսմնա, Վեյսմնա, այդ նրանց էլ չգիտեմ, ուղարկեք քնչական հարցումներ, հասկանաք ինչ է կատարում այս երկրում, եթե չեք կարող գնացեք։ Դա կլինի լավագույնը, որտեղ դուք պետքա դատվեք հանրային ֆոնդերի մսխման համար։ Մենք ձեզ չենք տալիս աշխատավարձ, որ դուք մենակ ընդդիմություն մեզ մոլորացնեք։ Իմ համար իրանք անհետաքրքիր են։ Որն այս կորպորատիվ կառուցվածքի ձևավորման վերջնական նպատակը, ինձ հետաքրքիր է, տնտեսական նպատակ դիլնի։ Կարող է մեկ էլ մի օր առավոտը բացենք, տենանք այդ պղնձի մոլիբդենի գործարանում Լիտվակն է, կամ Արմեն Մելիքյանը արդեն տենց մաքրվեց սնանկության պրոցեսից ինքն է հիմնական շահառուն, կամ Վայսմանը, թե Վեյսմանը, կամ Գարշինիները, կամ Վարշավսկին, սենց ենք ծախում մեր երկիրի ինչ ունենք չունենք։ Եվ կարևորագույն հարց, այս ընկերություններից որևէ մեկը եւ որոնք ունեն հասանելիություն ռազմավարական նշանակության արտադրական օբյեկտներին։ Ցանկացած պետություն պահպանում է իր ռազմավարական նշանակության օբյեկտները։ Կարող է Լիտվակը ունի, կամ Վեյսմանը ունի, կամ Արմեն Մելիքյանը ունի։ Եթե մինչև հիմա 11 տարի Արմեն Մելիքյանը դուրսը տենց մանա գալիս, կեղծ փաստաթղթեր դատարան ներկայացնելով, եթե մենք խոսելու ենք հələ Չինաստանի փաստաթղթերի, սա չես Նորդմետով չի պրծել։ Եվ ամենակարևոր հարցը ընկերությունների, ես կարդամ էլի, վերջին շահառուների կողմից եւ ում միջոցով են իրականացվել Ալապմետ եւ Հեքսագոն ընկերությունների բաժնեմասերի ձեռքբերման գործընթացը, ովքեր են իրական շահառուները, սրանք պսևդոներն են, սրանց պապան է ինձ հետաքրքրում եւ Արմեն Մելիքյանի պապան է ինձ հետաքրքրում իրավապահ համակարգում։ Հիմա ասենք գնում են Ծառուկյանի տուն գետնին են պարկացնում, շատ խտրական մեր մոտ արդարադատություն է, բայց Արմեն Մելիքյանից տուն ինչ չեք մտնում գետնին պարկացնեք։ Մենակ սա չեն Կոմիտաս Կարապետյանը, ես չգիտեմ սրան, այսինքն դուք ունեք նախասիրություններ, սիրված հերոսներ։ Հովիկ Աբրահամյանին ինչի չեք իր ունիտազի վրա պարկացնում։ Դրա համար ժողովուրդը ձեզ չի վստահում։ Մտածում եմ դուք հերթական շոու եք անում։ Շոու։ Ընտրություններով է մենակ պայմանավորված, որ եթե այս Արմեն Մելիքյանը ընտրություններին բան չի խոսացել, ուրեմն իրան պետքա տալ կարտ բլանշ Լիտվակ, Միտվակով գա Հայաստան։ Եվ ամենակարևորը հայր եւ որդի նորից ենք ասում, հա, Միքայել Մելիքյանների կողմից Ալապմետ եւ Հեքսագոն ընկերությունները կոնկրետ ինչ տեսակի տնտեսական գործունեություն են իրականացնում, որովհետեւ շատ կարևոր է դա։ Արդյոք տալիս են վերջնական պրոդուկտ, որ տանեն Թուրքիայում, Ստամբուլի կոնֆերանսում, հետո էլ այդ իրանց կազմակերպանց սրտի կազմակերպության մեջ անունը ես ձեզ հիմա ասեմ Լանտանը մետալ դրա այդ ինչ են անում եթե իրանք չեն տալիս վերջնական արտադրանք փուչիկ կազմակերպությունները փողը պտտացնեն ու տանեն օֆշոր այսինքն ինքը միջանկյալ կազմակերպությունն է թե չէ եւ այստեղ ամենակարևոր հարցը ես տնտեսագետ եմ ես իրավաբան չեմ ինչ կարգով է իրացվում
առաջացած դիվիդենդները ոնց են բաշխվում։ Ինձ հետաքրքիր է, ոնց են դիվիդենդները բաշխվում ՀՀ ռեզիդենտների միջև են բաշխվում, թե օֆշոր են գնում դիվիդենդները, տեն մենք օֆշոր ինչքան բան ունենք, տարբեր տեղեր Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Վելիկա Բրիտանիա, Կիպրոս, հազար տեղ կազմակերպություն։ Եվ արդյոք այս կազմակերպությունը զբաղված չի փողերի լվացմամբ, հերթական լվացկատուն, հեքսագոնը։